Որ կյանքը շարունակվի, իր արյունն է տալիս Սուրենը արդեն 8-րդ անգամ։ Օրեր առաջ էլ իմացել է, որ եւս մեկ կյանք է փրկել։ Այդ մի քանի գրամ արյունը, որ մեր ժամանակից ընդամենը մի կես ժամ ենք տրամադրում, կարող է փրկել շատ կարևոր կյանքեր։ Հունիսի 14-ին Արյան Դոնորի համաշխարհային օրը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տասնյակ քաղաքացիներ արյունն անվարձահատույց ու անշահախնդիր նվիրում են փրկելով կյանքեր։ Միաժամանակ հիշեցնում նաև դոնոր դառնալու կարևոր առաքելության մասին։ Հիմնականում իմանալով ըստ բարեգործական արյունները գնում են երեխաների համար, կհորդորեմ բոլորին, որ մի քանի ամիսը մեկ սենց ինչ-որ մի բան անեն։ Արյան Դոնորի այս տարվա կարգախոսն է հանձնիր արյուն, նվիրիր հույս, միասին կարող ենք փրկել կյանքեր։ Օրվա խորհրդով պայմանավորված այստեղ են նաև այն բոլոր փոքրիկները, որոնք բուժվել են իրենց հերոս դոնորների մարդասիրության շնորհիվ։ Երբ մեծանամ, որոշել եմ բժիշկ դառնալ, որովհետև շատ եմ ուզում մարդկանց բուժել, հատկապես մայրիկիս, հայրիկիս ու տատիկիս էլ կբուժեմ, երբ հիվանդանան։ Տարեց տարի նկատվում է անհատույց դոնորների բացարձակ թվի աճ։ 2024 թվականի ընթացքում Հայաստանում իրականացվել է 23600 արյունատվություն, որից 10.6%-ը անհատույց։ Եվ չնայած այս ցուցանիշներին, ըստ մասնագետների, արյան կարիք մշտապես կա։ Արյան բաղադրամասերը պահանջված են ամենատարբեր հիվանդությունների դեպքում։ Մեր կենտրոնում բուժում են ստանում արյան տարբեր հիվանդություններ, ուռուցքային տարբեր հիվանդություններ ունեցող երեխաներ, որոնցից շատերը բավականին ծանր վիճակում են հայտնվում մեր կենտրոնում եւ նրանց շատերին ամեն օր նույնիսկ անհրաժեշտ են լինում արյան ամենատարբեր բաղադրամասեր եւ արյան պաշարները մշտապես պարվում են եւ դրանք մշտապես համալրման կարիք ունեն, որովհետեւ նրանք չեն մնում եւ տարիներով մենք չենք պահում այդ բաղադրամասերը, հատկապես էրիթրոցիտար զանգվածը։ Իրենք ունեն պահպանման ժամկետ եւ չօգտագործման դեպքում բնականաբար խոտանվում են։ Արյունատվության ակցիային մասնակցում էր նաև առողջապահության նախարարը, որը եւս արյուն նվիրաբերեց։ Իսկ երեխաները բացիկների տեսքով գեղեցիկ նվերներ էին պատրաստել իրենց հերոս դոնորների համար, որտեղ իրենց երախտագիտության խոսքերն էին գրել։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։